Հին Հունաստանում Սոկրատեսը իմաստության մեծ համբավ ուներ։ Մի օր մեկը գալիս է նրա մոտ և ասում. «Ուզում ես իմանալ, թե ինչ էր ասում քո մասին ընկերդ»։ «Սպասիր», կանգնեցնում է նրան Սոկրատեսը։ «Սկզբից 3 մաղի միջով մաղիր այն ամենը, ինչ պատրաստվում ես ինձ ասել»։ 3 մաղ։ Այո, միշտ, երբ ուզում ես ինչ-որ բան ասել, պետք է դա անցկացնել 3 մաղի միջով։ Առաջինը՝ ճշմարտության մաղի միջով։ Օրինակ, դու վստահ ես, որ այն, ինչ հիմա ուզում ես ինձ ասել, ճշմարտություն է։ Ոչ, ես ուղղակի լսել եմ։ Նշանակում է, դու չգիտես, ճշմարտություն է դա, թե սուտ։ Այժմ մաղենք 2-րդ մաղով, բարության մաղով։ Դու այժմ ուզում ես իմ ընկերոջ մասին որևէ լավ, բարի բան ասել։ Ոչ, լրիվ հակառակը։ Ուրեմն, շարունակեց Սոկրատեսը, դու ուզում ես նրա մասին ինչ-որ վատ բան ասել, ընդ որում վստահել չես, ճի՞շտ է դա, թե սխալ։ Ժամանակը եկավ կիրառել 3-րդ մաղը՝ օգտակարության մաղը։ Արդյոք այդքան կարևոր է այն, ինչ ուզում ես ինձ ասել։ Ոչ, դրա կարիքը ամենայն հավանականությամբ չկա։ Եվ այսպես եզրափակեց Սոկրատեսը. նրանում, ինչ ուզում էիր ինձ ասել, չկա ոչ ճշմարտություն, ոչ բարություն և ոչ էլ օգտակարություն։ Այդ դեպքում ինչու ասել։ Եվ Սոկրատեսը չցանկացավ լսել նրան։ Բամբասանքը վատ բան է։ Սկզբում այն կարող է հաճելի և զվարճալի թվալ, սակայն ի վերջո այն դառնությամբ է լցնում մեր սրտերը և թունավորում է մեզ ներսից։